Աշխատել հնարավորինս նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը։ Հայաստանի տնտեսության մեջ առանձնահատուկ տեղ ունի հանքարդյունաբերությունը, նաև այդ պատճառով են բնապահպանները կարևորում շրջակա միջավայրի վրա ոլորտի ազդեցությունը։ Բնապահպանական չափորոշիչները պետք է խստորեն պահպանվեն, ասում է Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջահանյանը։ Կարևորագույն մի գործընթաց ենք սկսել, միջազգային կայուն զարգացման ստանդարտներ ենք բերում, որի մեջ նաև ներառված են ստանդարտներ, որոնք վերաբերվում են շրջակա միջավայրի ազդեցությանը։ Այդ միջազգային հիմա երկու տարբերակ կա՝ կանադական լավագույն ստանդարտը եւ կա միջազգային հանքարդյունաբերական ասոցիացիայի ստանդարտը։ Մենք հիմա այն փուլում ենք, որ պետք է ընտրություն կատարենք եւ արդեն սկսենք կիրառել Հայաստանում։ Այդ ստանդարտը կիրառելուց հետո մենք արդեն պետք է մեր հանքարդյունաբերության գործող կազմակերպությունները, մետաղական հանքերը պետք է աշխատեն այդ լավագույն ստանդարտով։ Այս տարի կընտրեն ստանդարտը, կաշխատեն պետական մարմինների հետ ու մինչև տարեվերջ կներդնեն նոր համակարգը։ Չափորոշիչներից է օրինակ Պոչամբարի պատվարի ամրությունը, որքանով է ձեռնարկությունը հետևում, որ պատվարն ամուր լինի կամ ինչ աստիճանի է աղտոտվում օդը։ Հանքարդյունաբերական ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում կամ առաջիններից են կամ տասնյակում։ Եռամսյակային տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջին եռյակում է, բայց ոչ առաջինը։ Վարդան Ջահանյանը նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալն է։ Եթե վերցնենք ընդհանուր վճարված գումարների չափով, այդ զիջում չի եղել եւ մենք կանխատեսում ենք, որ տարվա վերջ, տարվա արդյունքների հիման վրա մենք ունենալու ենք ավելի շատ վճարված հարկ եւ գուցե եւ նաեւ տեղով էլ առաջին տեղը գրավենք։ Առաջիկա տարիներին ոլորտում վճարված հարկերի աճ է ակնկալվում եւ արտադրանքն է շատ եւ պղնձի, ոսկու, մոլիբդենի համաշխարհային գներն են բարձր։ Հանքարդյունաբերությունը զարգանում է ձեռնարկություններում աշխատող երկարամյա եւ փորձառու մասնագետների շնորհիվ։ Նրանցից մեկը պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա աշխատող Ալեքսանդր Սարգսյանն է։ Քաջարանի 77-ամյա հանքագործը կյանքի 52 տարիները կոմբինատում է անցկացրել։ Այսօր էլ նույն սիրով է խոսում աշխատանքային տարիների մասին։ Ամենակարևորը որ լես աշխատասեր առաջի հերթին, հետո ապա սիրես քո մասնագիտությունը, որ կարողանաս առաջ գնալ։ Ես տրանսպորտնիկ եմ մասնագիտությունով, ավարտել եմ բարձրագույն կրթություն ունեմ, ինժեներ մեխանիկ եմ, լեռնային գծով։ Հետաքրքիր է, որտեղ աշխատասիրություն պետք է ունենայիր, որ կարողանայիր մինչև վերջ շարունակես աշխատել։ Լիբոյ գործի մեջ էլ դժվարություն կա։ Գնահատված լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու եւ աշխատողի համար։ Քաջարանում նշում էին հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնը։ Я хотел бы пожелать дальнейших успехов. Ամենից առաջ ցանկանում եմ ձեզ հաջողություններ եւ երջանկություն անձնական կյանքում։ Սրանք միշտ շատ կարեւոր պահեր են, երբ աշխատանքի ես գնում մեծ հաճույքով եւ բավարարվածությամբ։ 2026-ի առաջին կիսամյակը գործարանի պատմության մեջ լավագույն կիսամյակն է։ Սյունիքի մասին պատմում են ոչ միայն ձեռնարկությունները, այլև լուսանկարները։ Սյունիքը սյունեցիների աչքերով։ Նվեր Զելյանը պարբերաբար արձանագրել է հայրենի երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Ամեն լուսանկար մի պատմություն է, որը տարիների ընթացքում իրական կյանքի հիշողություն է դարձել։ Հանքագործությունը Սյունիքում հազարամյակների պատմություն ունի։ Սա նաև Կապանի երկրագիտական թանգարանում պահվող գտածոներն են փաստում։ Ամենահին նմուշը որպես այդպեսին մեզ մոտ եվրոպական վայրիցուլի կամ բիզոնի եղջյուրն է, որը այստեղ նույնպես ցուցադրվում է, որը թվագրվում է 30-ից 50,000 տարվա վաղեմության։ Մենք այս ցուցադրությամբ հանդես ենք եկել երկրաբանական ընդհանուր պատմությունը Կապանում եւ Քաջարանում, թե ինչպես է ձևավորվել հանքարդյունաբերությունը։ Դեռևս 19-րդ դարի կեսերից Կապանում մեծ թափ է ստացել հանքարդյունաբերությունը, սկսել են շահագործել Կապանի հանքերը եւ ունեին օտարերկրացիները այստեղ նաեւ մեծ դեր են ունեցել։ Կապանում առաջի անգամ ինքնաթիռը վայրեջք է կատարել 1924 թվականի հունիսի 8-ին եւ դա կապված էր հանքարդյունաբերության հետ եւ Միասնիկյանը այստեղ է գործուղել հայտնի երկրաբանների, որպեսզի ուսումնասիրեն Կապանի հանքերը։ Կապանի երկրագիտական թանգարանում ցուցադրվում են օգտակար հանածոներ հանքարդյունաբերության
հարաբերության մասին պատմող տարբեր առարկաներ։ Ընդհանուր առմամբ թանգարանում ավելի քան 13,000 ցուցանմուշ է պահվում։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։